Ռատանը որոշեց Ավետիք Շալաբյանին 2 ամսով կալանավորել, կալանքի վայրը լինելու Արմավիր քերակատարողական հիմնարկը, տեսակցությունները փակ են բոլորի համար բացառությամբ պաշտպանների, որոշումը նոր ստացանք, կծանոթանանք եւ լրացուցիչ հանդես կգանք բարձրաբանումներով կամ հայտարարություններով։ Ձեր գնահատմամբ որոշումը ինչպես է գնահատում, օրինական է, հիմքեր գտել։ Որոշմանը չեմ ծանոթացել, այնուամենայնիվ ներկայացված միջնորդությունը իր հիմնավորումներով բավարար չէին կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, ավելին բավարար չէին ընդհանրապես որևէ խափանման միջոց ընտրելու համար։ Բնականաբար զարմացած ենք, ինչ որ առումով էլ զարմացած չենք, կծանոթանանք որոշմանը։ Իսկ մեղադրանքը հիմնավոր է, կալանքը հասկացանք, իսկ մեղադրանքի հիմնավորվածության հարցը այդ ձայնագրությունն է, որ 6-ին հրապարակվել։ Մեղադրանքի հիմնավորվածությունը այս փուլում չի գնահատվում, այս փուլում գնահատվում է բացառապես մեղադրանքի հիմնավոր կասկածի շեմը հաղթարած չլինելու հանգամանքը, որը բավականին նվազ շեմ է, այսինքն այստեղ մեղավորության հարց չի լուծվում։ Դա հետագա քննության, հետագա դատավարական փուլերի խնդիր է։ Իսկ այդ ձայնագրության հետ կապված ի վերջո դուք օրինակ ինչ դիտարկում ունեք։ Ես ձեզ բազմիցս խնդրել եմ։ Մեծ զրույցում հունիսի 7-ին ընտրական տեղամասի մոտ ասում էր, որ ինքը ունեցել է այդպիսի հանդիպում, բայց ուղղորդելու բան չէ, ասում էր կեղծ, ասում էր կան մտքեր իմն են։ Ես այդպես էլ չհասկացա ի վերջո ձայնագրությունը կեղծված է, մոնտաժված է։ Ինչն է խնդիրը ձայնագրությունը։ Ես խնդրում եմ, ինձ գործի հանգամանքներից հարցեր մի տվեք, ես ձեզ բազմիցս նաև Կանե ջան, այսօր ձեզ հեռախոսով էլ խնդրեցի, ու նաև խնդրեցի մի ստիպեք, որպեսզի պաշտպանները գործի փաստական հանգամանքներից ասեն բաներ, որոնց հետևանքները հենց նույն պաշտպանների համար են ոչ ցանկալի լինելու։ Քննչական կոմիտեն բավարար չափով չհրապարակեց եւ չհանրայնացրեց այն փաստական հանգամանքները, որոնց մենք կուզենայինք անդրադառնայինք։ Դրա համար հետագա փուլերում, երբ որ արդեն կլինի բաց դատավարություն, խոսքը դատական փուլի մասին է, բոլորը կհամոզվեն, որ այս Ավետիք Շալաբյանի նկատմամբ հերթական շինծուքերական գործներ եւ մեղադրանքներ, որը փլվելու է դատարանում։ Դա միանշանակ եմ ասում։ Ընդ որում սա ավելի զավեշտալի գործ է, քան նախորդ գործը։ Բողոքարկելու եք։ Իհարկե բողոքարկելու։ Խափանման միջոց, իհարկե։